Սիրելի բարեպաշտ հայրորդիկ, ինչ որ պիտի պատմեմ այս պահուն 1970 սեպտեմբեր ամսվա առաջին օրերու իմ փորձառությունն էր։ Գրեթե 13 տարեկան չփոլորած, երբ մուտք գործեցի Թբրևանք Անտիլիաս եւ բոլորովին նոր միջավայրի մեջ ես ինքս գտա։ Նախսեմ, որ նախագրթարանը ավարտել է օրեր առաջ, դպրոց այցելեց հոգելույս տաճար arczepiskopos Ուրֆալյան եւ ուսանողության հետ հանդիպելով խրախուսեց, որ դառնանք սաներ Թբրևանքի։ Այդ օր եւ այդ իմ մտքի մեջ նաեւ ծնունդ առավ խաղապարը, թե ինչպես կարելի էր որպես սան արձանագրվել Թբրևանքին։ Համապատասխան բոլոր քայլեր առնվեցան եւ օրվա դեսուչ Կերաշնորդեր Արդավաստ arczepiskopos Թրթրյանի նաև ուղղությամբ ներկայացի իմ քննությունս օրին Արամ Վարդապետ եւ այսօր բնական է կաթողիկոսներ նախ հանձնարարեց, որ շարադրություն մկրեմ, որբեսի ընդունելի լար նաև իմ Թբրևանքի որպես սան արձանագրությունս։ Այդ օրը այսօրվա պես կհիշեմ։ Մայրս առաջնորդեց ինձ եւ օրեր չանցած արդեն արձանագրությունը կատարված էր եւ ներկա էի Թբրևանկյան իմ առաջին փորձառությանը։ Առաջին օրը շատ յուրօրինակ էր։ Երբեք չէր պատահած, որ դունեն դուրս գտնվեի, երբ աչքերս բացի վաղ առավոտյան մայր դաջարի ողանջներու ներքո շփոթի մեջ էի, դե ուր եմ եւ ինչ կնեմ։ Քիչ հետո բնականորեն բոլորի հետ միասին քայլերս առաջնորդեցի եկեղեցի եւ շատ արագ հունի մեջ մտա։ Ուսումնական ծրագրին մասնակցելու եւ հոգեվոր գրթության ճանապարհը բացվեց նաեւ իմ առջև։ Ինչպես անցյալին, այսօր եւս ես միայն երախտագիտությամբ եմ խոսած բոլոր այն հոգեվոր սպասավորներու մասին, որոնք իմ կյանքի մեջ բերած են հոգեվոր նոր շունչ, դասյարակած են մեզ մեր հայրերու հավատքի կյանքով, ներշնչած են նաև մեզ ծառայելու ոգով։ Հետևաբար այս թվականը 1970 թվականը իրապես նվիրական թվական եղած է իմ կյանքի մեջ, որովհետև այդ օրվան է սկսած իմ կյանքը վերսկսվեց Հայաստանի եկեղեցվո անտաստանի մեջ։ Օրհնյալը այդ օրը, որ Աստված իմ քայլերը առաջնորդեց դեպի Թբրևանք։ Ամեն։